ԵԱՏՄ միջկառավարական խորհուրդն օրակարգային գլխավոր հարց է դարձնում անդամ երկրների միջև տնտեսական ինտեգրացիայի ակտիվացումը եւ առևտրաշրջանառության ծավալների աճը։ Սրանով գործընկեր վարչապետները նպատակ ունեն հասնել տնտեսական իրավիճակի բարելավմանը։ Ղրղստանի նախագահության պաշտոնական Բիշկեկն ընդունում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։ Հերթական նիստն այս տարվա ընթացքում առաջինն է, որին մասնակցում են անդամ բոլոր 5 երկրների վարչապետները։ Ղրղստանի կառավարության ղեկավար Սորոնբայ Ժոոնբեկովի խոսքով խորհուրդն աշխատանքները շարունակում է բազմակողմ հարաբերությունների բոլոր ուղղություններով, նպատակ ունենալով հետագայում ամրապնդել կառույցի հեղինակությունն ու արդյունավետությունը։ Նեղ կազմով նիստին խորհուրդը կարևորեց երրորդ երկրների հետ համագործակցությունը։ Կարեն Կարապետյանը նշեց, որ Հայաստանը պատրաստակամ է Իրանի հետ բանակցությունների ընթացքում առանցքային դերակատարում ստանձնել։ Անմիջապես հետո մեկնարկեց ընդլայնված կազմով քննարկումը։ Խորհրդի գլխավոր անելիքներից մեկն այսօր ԵԱՏՄ շրջանակում առևտրի խոչընդոտներից առավելագույնս ազատվելն է։ ԵԱՏՄ հանձնաժողովի կոլեգիան զեկուցեց, որ արտահանման ծավալների աճով Հայաստանն առաջին տեղում է։ Անցած տարի մեր երկիրը 50%-ով ավելի շատ ապրանք է արտահանել։ Հայաստանի վարչապետը նշեց, որ ԵԱՏՄ-ն արդյունավետ հարթակ է տնտեսական խնդիրների լուծման համար։ Կարեն Կարապետյանը վստահ է, որ գործընկերների հետ ճիշտ ուղով են գնում, սակայն համագործակցության ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում։ Сегодня у нас первое заседание. Այս տարվա մեր առաջին նիստն անցավ կառուցողական մթնոլորտում եւ այս հարթակը, որի շրջանակում լուծումներ են ստանում տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ու խոչընդոտների վերացմանը վերաբերող հարցեր, լավ հարթակ է, մենք պետք է առաջ շարժվենք այս ճանապարհով։ Առավել քան վստահ եմ, որ մենք դեռևս լիարժեք չենք օգտագործում այն ներուժը, որը ենթադրում է Եվրասիական տնտեսական միությունը, եւ Հայաստանը մտադիր է հետեւողական ու համակարգված աշխատել այդ ուղղությամբ։ Ռուսաստանի վարչապետի խոսքով ազատ առևտրի եւ բաց սահմանների պայմաններում խնդիր է դառնում կեղծ դեղերի շրջանառության վերահսկողությունը, որի նպատակով քայլեր են ձեռնարկվում։ Մեդվեդևը նշեց, որ ԵԱՏՄ-ն միջոցառումներ է մշակում գյուղտեխնիկայի արդյունավետ օգտագործման նպատակով։ Կառույցի գերակայություններից է դարձել նաև անդամ երկրներում գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը տեղականով փոխարինելու գործը։ Խորհուրդը մեծ շեշտ դրեց նաև նորարարական տեխնոլոգիաների զարգացման վրա։ Խոսքը թվային տնտեսության զարգացման մասին է։ Ըստ կոլեգիայի ինտեգրման ներուժ ունեցող ոլորտներն են ՏՏ-ն, մեքենաշինությունը, քիմիական արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը։ Նիստին ի դեպ Բելարուսի վարչապետը քննադատեց կառույցի արդյունավետությունը, որին ի պատասխան Ռուսաստանի կառավարության ղեկավար Մեդվեդևը հիշեցրեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը կամավոր է, այնպես որ կարիք չկա երկու երկրների միջև խնդիրները տեղափոխել միջազգային կառույց։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստն ավարտվեց փաստաթղթերի ստորագրմամբ, իսկ հաջորդը նշանակվեց մայիսին Կազանում։ Արմինե Ուդումյան, Արտակ Գևորգյան, օրակարգ, Բիշկեք։